Գալի ասել Պանշինյան, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի եւ ավելի են վատթարանում, ընդհանրապես կարելի ասել, որ Ռուսաստանը սրում է հարաբերությունները Հայաստանի հետ, եթե այո, ինչու՞։ Այո, բայց նորից մի տերմին օգտագործենք, ինչ որ Թուրքիայի բառակայով ասենք, հատկապես ռուսամերների համար ասեմ, որ ինձ համար եւ հայության համար հաջորդի կենսական շահերի Թուրքիա, Ռուսաստան նույն բանն են։ Այսինքն, ես կներեք, ես ապուշկա տեսակ, մի հատ գիտի KGB-ի լրտես լինելը ռուսական, Հայաստանի դեմ, հայրենասիրական գործ է, Թուրքիայի հետ բարևելը, եսիմ ինչ է, ու երկուսը վատ է։ Հիմա ասեմ ձեր հարցի պատասխանին։ Իհարկե սրելու է հարաբերությունները, որովհետև երկու գործոն կա, նախ մեր ցանկությունը կա եւ մենք հասկանում ենք, որ եթե մենք քաղաքականություն եւ կյանքը մեր չենք դիվերսիֆիկացնում, մնում ենք Քոչարյան Ռոբերտ եւ Սերժի այն ախորում, որ ստեղծել էին, եւ մեր դիրքերում միշտ լինելու է Պահածոյի ժեշտը։ Ես միանշանակ է, դա Ռուսաստանը շատ է ձեռնտու, կառավարել եւ այլն։ Ուրիշ երկրի է ձեռնտու, բայց դրա անունը չեմ տա։ Այդպես լինել է թույլ Հայաստանը ձեռնտու է կրբանում, դրա ասում են երկու հաթոռի մի նստեք։ Իրենք հիմա 1000 ցցի են նստել, հատկապես չինական ցցի, բայց մեզ ասում են երկու հաթոռի մի նստեք։ Մեզ երեխի տեղ են դրել, անուղեղի բանի, էլի, դետեց է, ցավալի է, բայց այդպես։ Հիմա իրենք դա սրելու են, ինչքան կարող են, որպեսզի հարցը փակեն մեր Որ հարցը պետության կայացման, բայց քանի որ ուժերի նվազում ունեն եւ տեխնոլոգիապես խոսքը պատերազմներ չի ուկրաինական, տեխնոլոգիական հետամնացությունն է եւ դեմոգրաֆիական վիճակի փոփոխությունը։ Ասենք եթե հիմա նորմալ ռուս լինի, վերցու, այլ Ուրալից արևելք տղամարդ ազգաբնակչության մի զգալի մասը արդեն 14-15 չինական ծագում ունի։ Ուրեմն եւ Ռուսաստանը բառացիորեն տեղավորված Չինաստանի տակ, նա այլևս դուրս չի կարող գալ։ Կարող է 100 տարի, իշքամ դի չարչարվի։ Ուրեմն այս պրոցեսները անկասելի են, դա մենք չենք անում։ Էլ չեմ ասում Ուկրաինան եւ այլն։ Հիմա այս բարակայում ինքը քանի որ չի կարող, պետք է լարումներ առաջացնի, այդպես մի հատ եֆրեյտոր ուղարկի։ Ես էլ մտածում եմ Արա Աբրամյանին երբ է ուղարկելու։ Բայց չի ուղարկում ինչի, որտեղ նա ինչ էլ խոսի, ոչ մեկ բան չի հասկանալու, դրա համար չի ուղարկում։ Բայց օգտագործելու են որ։ Հիմա մնացած հարցով մենք հարաբերությունները իրենց հետ վատացնում ենք, թե չէ, ինչու։ Մենք Հեգելյան, այսպես ասած, դիալեկտիկայի օրենքներից մեկն ենք կիրառում, բացասման բացասումը, հնի վերակրկնություն նոր պայմաններում, հնացածը շպրտել, նոր զարգացում, հնի բազայի վրա հրաշալի գիտեք, մենք մեր ազգային պետականության վերականգնման ճանապարհով են գնում, որը իրեն ձեռնտու չի, հետ ձեռնտու չի, ինքը խանգարում է, բայց մենք գնում ենք։ Դրա համար ես կասեի ոչ թե ընդհանուր, ոչ թե մեր հարաբերությունները վատանում են, խոսքը դրա մեջ չի, այլ նրա մեջ է, որ մենք արևի տակ մեր տեղը վերականգնում ենք, իրեն ձեռնտու է, թե չէ, իրեն ձեռնտու չի, որտեղ ինքը ասեցի Լորիս Մելիքովի օրինակով, օրինակ աբսուրդ էլ կա, ես դպրոցը երբ ավարտել եմ, չեմ իմացել, որ Այվազովսկին հայ է, ռուս մարինիստ, ծովանկարիչ, երրորդ կուրսում եմ համալսարանում, երբ որ դասախոսն ասեց, եւ ես ընդորում լավ սովորող եմ եղել, մարդիկ հեչ խաբարել չէին, որտեղ իրենք այդպես գրում էին, հայերեն գրածեր, ռադիոն խոսում էր, արտուկը խոսում էր եւ այլն։ Իրենք այս տեսակ են մեր հանդեպ, բայց դա ազնվագույն հայ է իր ամեն ինչով, ինչպես կարող է նոյ նկարածը լինել ռուս մարինիստ, ինչի մեկ ծով չենք ունեցել, դու ծովից ծով Հայաստան որտեղից է ծովել։ Այդ աբսուրդներ են։ Հիմա ինչ եմ ուզում ասել, այս բանը ձևաչափը խախտվում է ինքը հոգեբանորեն կառուցվածքով մեռնում է, էլի, դրա համար իրենք սրում են, ուղղակի ոնց ասեմ, իրենց մահացողի ճիճն է, գիտեք, կա երկունքի ցավեր
կանայը մահվան ցավ էր, մահվան Ռուսաստանը մահճում է ցավ, եւ իր ամենահավատարիմը, դա абսուրդ տերմին է, ասեմ ինչու համար, ամենահավատարիմ հայ ժողովուրդը իրենից արմյաշկեն հեռանում է, իրենց գիտակցության մեջ, բայց իսկական հայերը թքած են հեռանում, չեն հեռանում, վերականգնում են իրենց պետությունը։ Հիմա ինչն է հարց, իրենց համար դա տարօրինակ է եւ այդպես որտեւ իրենց ներշնչել են, որ իրենք մեզ փրկել են, բայց մենք ենք իրենց փրկել, գիտեք ինչով, մենք իրենց են գլխից ենք փրկել։ Քրիստոնեությունը, Սվյատոսլավը 988 թվին բանում այդ Կիևի այդ Դնեբրում եւ հայ իշխանուհուց է ստացել, այսինքն ինչի են մարդիկ կրոն փոխում եւ ընդհանրապես էս, որտեղ այնպեսի անգում են ունենում, որ դրանց վերջը եկել է եւ Դնեբրում լողացնել այդ տանն իշխանուհին սրանց լողանալ սովորեցրեց, քաղաքագրություն, մշակույթ եւ այլն։ Այստեղ հարցը թե ով է ում փրկել, բայց մենք իրենք ընդհանրապես մեզ փրկության հետ կապ չունեն, որտեղ մենք ինչքան իրեն ռուսի ձեռքով փրկվել ենք, այնքան կրճատվել է մեր տարածքը։ Վերջի փրկություն եղել Արցախահայության, որ 23 թվականին մենք սեպտեմբերի 10-21-ին փրկվեցինք բրծանք։ Սա ռուսական փրկության ավանդույթ է հայության հանդեպ։ Չեմ մտնում ուրիշի հետ հարցեր ոնց է։ Դրա համար մենք մեր պետությունն ենք ստեղծում եւ դա անկասելի է։ Անկասելի է, հիմա խնդիրն է, որ այն բանաձևը, որ աշխատեցվել է, որ Ռուսաստանը լինի միջնորդ եւ այլն կարգավորի, այդ ինչ են հիշում, եկել են Լավրովը մնում զառանցում 3+3, ինչ 3+3, որ իրենք մեջը խցկվեն, որ չթողնեն կոնֆլիկտի կարգավոր եւ այլն հարաբերությունների նորմալացում եւ այլն, բայց դա անցած բան է, մենք գնում ենք մեր ճանապարհով, իրենք պիտի ընդունեն. Ես իրենց խորհուրդ ունեմ տալու, մտածեք երկու ռուսների մասին է, ինչպես մաքրվեք պատմական ոճիրներից, որտեղ ոճրագործներ է, շատ ժողովուրդների համար, մեր համար առավել եւս, ստով բանով էլի, եթե լավ բանել է եղել, մենք ավելի շատ ենք արել լավ բան, քան իրենք, մենք նույնիսկ գիտեք առաջի հայությունը հայրենական 1812 թվին է մասնակցել ռուսների կողմից ֆրանսիացիների դեմ, հայությունն էլ է իր այդ բաները կապանքները, էլ մնացածը չեմ ասում, 300,000 հայորդի է զոհվել, Արցախից Չարտախլու գյուղը իրենց բանակին սովետական, իրենց այնքան գեներալ մարշալ է տվել, որ իրենք գլխով չեն տեսել, եթե դուք ազգություններ անեք, այդքան ռուս չկա մարշալ, իշքան որ մեզից են ստացել, եւ այլն, ուզում եմ ասել այդ որ մենք, բայց իրենք իշքան մեզ փրկել են, կրկնեցի, ուրեմն բան է լինում, մենք կրճատվում ենք, փաստ ասեմ, մենք իրենց հետ ունենք մի օրինական փաստաթուղթ, որի մասին ոչ մեկ չի խոսում, իրենք առավել եւս, մեր կողմը չգիտի, այս սովետական պատմաբանի աճեցրած Արմենոյի տեսակը, չգիտի իր պատմությունը եւ չի ճանաչում իր շատ, չգիտի, չի հասկանում, որն է դա, դեկտեմբերի 2-ին 20 թվականի դրոլեգրամ պայմանագիր կա, համաձայնություն, երբ որ Ռուսաստանը պայմանագրով ընդունում էր ուրեմն Երևանի նահանգ եւ հիմա որ ասում են սահման չկա, ոչ ամեն ինչ բարձ պայմանագրի երրորդ կետն է, այդ ամենը կա, ինքը եկավ մեզ թուրքերի միջոցով փրկեց 50,000 քառակուսի կիլոմետր առնվազն տարածք ունեցող, քիչ եմ ասում, Հայաստանի առաջին հանրապետությունից թողեց 31,000, այս ինչ որ մնացել է, երբ որ անգլիացիները 19 թվին, հայերը պիտի իմանան, չէ, ուրեմն Կարսը նահանգը ամրոցով բանով օգնել են, որ մենք վերադարձնանք, մեր պետության Կարոս Սասունու մասին են խոսում, Շիրակի նահանգապետներ, Կարոս Սասունի եւ այլն, այս Կարսի նահանգը այդ վերադարձին միացրել են, անգլիական զորքով են արել, մեր եւ անգլիացիքային, այդ ամրոցը, ուրեմն Կարսը օրթի Արդահանով տվեցին, այդպես ասենք տվեցին, մենք ենք, երկրորդը, հետո Խադիսյանին նստեցին գնացին Նախիջևան, անգլիացիները, եւ Նախիջևան Շարուր եւ այս ամբողջ տարածքը, Աստվածաշնչյան Հայաստանն է, Նոյի, չէ,
հայտարարեցին Հայաստանին մեկըտմիշ տրված եւ այլն։ Ռուսը եկավ, հիմա հարց է։ Կարսը ուր է։ Նախիջևանն ուր է։ Ուրեմն Արարատ ուր է Մասիսը։ Հիմա վերջինը Շուշին ուր է։ Տեսեք ինչ ունենք։ 3 բարձունքը Արարատն է հարավում, չէ՞ մեր, էս չկա։ Ընդ որում Մասի բարակա շատ հետաքրքիր է, որ դրոյի զորագունդը, որ առաջին հանրապետություն իգդիրում էր գրվում, թուրք չգրավել, մինչև վերջ, ոնց որ թե լաչիններ սրանք չգրավեցին, հետո տվել է, ինքը իր չունեցածը տվել է, ու իրենք պատմությունը մեջ Հայաստան-Ռուսաստան դիտում են 21 թվից, ինչ իրավունքով, այդ ոճրագործներ, Հայաստանը միջազգայինորեն ճանաչված պետություն էր, սա ասում են, որ ազգային ժողովի պատգամավորն իմանան, Առաջին հանրապետություն սովորեք, ելակետը ստեղ է, ոչ թե 21 թվին է, 21 թվին է ինչ-որ կա հիմա, և ուրեմն Նախիջևանը էս բանը արեցին, տեսեք կետերը, Կարսի բարձունքը, եթե Արմջան Հայաստանում եղել եք, դա կետրոնը Վանանդն է, հզոր բարձր Թուրքին, հզոր բարձր Մասիսը, և հզոր բարձր Շուշին, Երեքներ Ռուսաստանը տվել է Թուրքիային։ Հիմա ես ապշել էլ ասում է թուրք տեսել ես, դու ռուս տեսել ես, հա, թե ռուսական բանկա գրբանդ, չգիտեմ ինչ, ուզում եմ ասել ես բաները, հիմա մենք հարաբերությունների, և մնաց Հայաստանը այսօր որ կա, 29 էր գրվում, այդ ալմատիման, ինչ-որ թիվը մնաց, 31,000-ը 21 թվին արդեն կար Ռուսաստանի այդ Հայաստանը կտրտելուց հետո Մոսկվայի դաշնագրով, բան չի փոխվել հետո, այդ մնացածն է մի քանի հազար կիլոմետր էլ հայ քարտուղարները, հայ գործկոմի նախագահները, դե հայ ընտանիք է պահում, ծախած կլնեն էլի Թուրքին։ Պարոն Շինյան, ավարտենք հետևյալ հարցով, չէ, մի հարց էլ տամ։ Ինչ եք կարծում, ինչին է ձգտում Ռուսաստանը եւ որ դեպքում Ռուսաստանը կդադարի սրել հարաբերությունները Հայաստանի հետ եւ կխախանդվեն հարաբերությունները, էլի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները կլինեն բարեկամական։ Որ դեպքում։ Դա երկար ժամանակի հարց է, բայց ինչն է խանգարում։ Երբ որ հիմա ինչն է, մենք կունենանք տեխնոլոգիաներ, եւ մենք կունենանք, եւ ամերիկացիներն օգնելու են ունենանք, բայց մենք պետք է լավ աշխատենք, չգցենք նրանց վրա, այն ժամանակ չոք մեզից տեխնոլոգիաներ կխնդրեն, մենք կտանք թե չէ, մենք գիտենք այս ժամանակ։ Հայաստանի ուժեղանալու պարագայում։ Իսրայելը տեխնոլոգիաներ է մատակարարում աշխարհին, շատ բան չանել։ Մենք այդ բոլոր հնարավորություններ ունենք, մենք ուրիշ վատ բան ունենք։ Մենք KGB-ն ունենք ռուսական եւ վարակված ռուսական մտածողությամբ հայություն ունենք։ Ես չեմ վիրավորում, դա վարակ է։ Դա խանգարում է, դա չպիտի լինի, ոչ ամերիկյան, ոչ թուրքական, ոչ հայկական դելն մտածողությունը, նորմալ իմաստով, և մեր Գիբսոնն էլ ես էլ հուշեմ, տեսեք ինչեր է ասում հայ ժողովրդի առաքելության մասին, հրաշալի բաներ են, Քրիստոսի չարչարանքները նայեք, տեսեք, դա մեր կոդն է, դա մեր առաքելությունն է, մեր արժանապատվությունն է, և դրա մեջ ես ասեմ, Նախիջևան երբ հանձնեցին ռուսները հանձնեցին Ադրբեջան Թուրքիային, որպեսզի մեր քրիստոնեական արմատները ոչնչացնեն։ Բարձ է ինչի համար, դե Նախիջևանում է Նոյը, Իջել եւ այլն։ Այստեղ է, այսինքն նրա հարվածը մեր դեմ քաղաքակրթական է, մշակութային, մենակ տարածական չի, քանակական չի։ Հետո էլ Ուրարտուն կտրեցին, Ուրարտուն, չէ՞։ Հետո էլ եւ այսօր ինչ ստացվեց Արցախի մշակութային կոթողները, որոնք եկեղեցա քրիստոնեական են, դա հանձնեցին, իրենք են հանձնել, և սրանց միջոցով, Եդինայ Ռասիայի միջոցով, օգնությամբ կամ լուր համաձայնությամբ, և այսօր հանգիստ չեն տալիս։ Հիմա այս բոլորը կանցնի, իհարկե անցնելու է, որովհետև մի բան կա, ես ուզեմ չուզեմ ասեմ, ուկրաինական բանակի հրամկազմը փոխվել է, Ուկրաինական բանակն ունի գեր ժամանակակից տեխնոլոգիաներ եւ ամերիկացիք են խոստովանում, որ շատ հարցերում իրենք այդ վիճակը չեն արել, չի եղել եւ այլն։ Երկրորդը
ունեն գեներալիտետ արդեն, ունեն, որոնք հայտնի է, որ բանը Վատուտին եւ այլն, այսինքն սա ուկրաինական ժողովրդին հատուկ է ստրատեգիական մտածողություն եւ ռուսից դաժան լինելը, մորթելու են իրենց արածի համար, որովհետեւ տեսեք ինչ է դնում, իրենք խփում են գործարաններ բանանում, ռազմագույն, իրենք երեխեքին են սպանում ստեղ, մոնղոլ թաթարական է սրանց ավանդույթը, նույնն է, եւ այլն, ուզում եմ ասել այս հարցը, մենք հիմա ինչ պիտի անենք, համարձակորեն, այո, քաղաքականություն Հայաստանը պիտի իր իշխանով համաձայնել, իշխանության գլուխները կարը, եւ շատ չպիտի տառապել, եւ ռուսական քարոզչական ազդեցության միջոցները պիտի կանգնեցնել Հայաստանում, լեզու, կիրառություն, ով գալիս է, ես բան չունեմ այդպիսի, ով Հայաստան է գալիս, առաջին հերթին ռուսները, սրճարաններում եւ այլն հայերեն պիտի խոսեն, ինչպես որ մենք գնում ենք, մեկը չի խոսի, չէ՞, մատել ասում են հիմա փողոցներում են արկելում են եւ այլն, նորմալ է, ինչու որտեղ մենք աստվածաշնչյան ենք, Հայաստանը, ես չէ, Հայաստանը աստվածաշնչյան իրենք շարքային մի ժողովուրդ են, եղել են չեն լինելու, եթե խեղներ գլուխներ չկա, եթե կգա իրենց գործն է, այն ժամանակ կմտածեն, սերունդների թողենք այդ հարցը, որովհետև ինչքան մենք հեռացանք, այնքան Աստծու մոտենալու ենք, սա մեր բանաձևն է, հետո կտեսնենք